մոտ 2 ամիս փաստորեն դուք կրկին ազատություն չեք ունենալու, քաղաքական գործընթացները շարունակելու եք տնից հետևել, սա ինչ-որ ձևով ձեր ակտիվությունը կսահմանափակի։ Ղեկավարել։ Եվ ղեկավար, ինչ-որ ձևով ձեր ակտիվությունը կսահմանափակի քաղաքական առումով, եթե օրինակ դուք ազատ լինեիք, ինչ կլիներ։ Իհարկե ավելի ակտիվ կլինեի, ավելի արագ Փաշինյանին ճանապարհենք։ Իսկ ձեր գաղտնի պլանի հետ կապված որևէ նորություն կասեք, ինչպես եք այդ հեռացնելու։ Դե հերթով ասում ենք, դուք ուշադիր հետևեք։ Հենա գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք։ Հաստատ դուք ճանապարհեցիք, ոչ թե։ Բա ով, Փաշինյանը խաբար չէր։ Պարոն Կարապետյան, այստեղ հավաքված ձեր աջակիցները գոնե ինչ որ կերպ տնային կալանքի դժվարությունը մեղմում են։ Գլուխը այն մեխանիզմի արդեն չկա, հիմա Փաշինյանը դարել է անգլուխ ձիավոր։ Մեղմում են այստեղ հավաքված ձեր աջակիցները տնային կալանքի դժվարությունը գոնե որոշ չափով մեղմում են։ Մեր թիմը իրոք մեղմում է։ Շատ լավ թիմ ունենք, դրա համար հավաքվում ենք, լավ բառեր ենք ասում իրար, հույս ենք տալիս իրար ու գնում ենք առաջ։ Քաղաքացիներից հանդիպումներ ձեր ամառիների են, պարոն Կարապետյան, ինչպես նախընտրական շրջանում ենք տեսել։ Այդ մասշտաբով իհարկե ոչ, բայց տարբեր չափսերի կլինեն։ Պարոն Կարապետյան, դուք Հայաստանում ունեցած ձեր բիզնեսներից որևէ բան արտահանում էիք Ռուսաստան, թե ոչ, եւ այս սահմանափակումները ազդել են ձեր բիզնեսին։ Ոչ, մենք չենք արտահանում Ռուսաստան։ Մենք ներքին դաշտում ենք աշխատում։ Շնորհակալություն։